Ինչպես երկու հայ փոխեցին համաշխարհային պատմության ընթացքը։ Եկեք միասին բացահայտենք։ Երկրորդ աշխարհամարտի թեժ ու վճռորոշ շրջաններ, երբ Գերմանիայի եւ իր դաշնակիցների դեմ կռվող Անգլիայի, ԽՍՀՄ-ի եւ Ամերիկայի ղեկավարները որոշեցին Թեհրանում հանդիպել ու մշակել Գերմանիայի եւ նրա դաշնակիցների դեմ պայքարի վերջնական ռազմավարությունը։ Էվրիկա գաղտնանունը ստացած համաժողովի մասին տեղեկանում է Հիտլերը եւ Երրորդ Ռեյխի ղեկավարությանը հանձնարարում է Թեհրանում գտնվող Ստալինին, Ռուզվելտին ու Չերչիլին սպանել։ Այս առաքելությունը վստահվում է Բենիտո Մուսոլինիին գերությունից ազատած եւ մի շարք այլ առաքելություններում հաջողած դիվերսանտ եւ Հիտլերի հատուկ հանձնարարությունների գործակալ Օտտո Սկորցենիին։ Ըստ երկար թռիչք գաղտնանունը կրող ծրագրի, Սկորցենիի խումբը Թեհրանի հայկական գերեզմանատան կողմից պիտի ներխուժեր Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն եւ սպաներ կամ առևանգեր 3 առաջնորդների։ Բայց որքան էլ Սկորցենին հմուտ էր ու խելացի, սակայն նրա ծրագիրը հաջողություն չի ունենում։ Նախապատրաստվող դիվերսիայի մասին առաջին տեղեկությունները Մոսկվային էր փոխանցել հետախույզ Նիկոլայ Կուզնեցովը, իսկ 1943 թվականի գարնանը խորհրդային հետախույզները որսում են ռադիոհաղորդագրություն, որից պարզ է դառնում ծրագրված դիվերսիայի մասին։ Թեհրանում հակադիվերսիոն գործողությունների համակարգումը իրականացնում էր Իվան Աղայանցը։ Այս տեղեկատվության հիման վրա Իրանում գործող խորհրդային հետախուզական ողջ ներուժը մոբիլիզացվում է։ Գործողություններին ներգրաված էին նաև երիտասարդ գործակալներ, որոնց ղեկավարում էր Գևորգ Վարդանյանը։ 1943 թվականի ամռանը գերմանական կողմը 6 ռադիստներից բաղկացած խումբ է ուղարկում Իրանի Ղոմ քաղաք։ Խմբի անդամները պիտի համակարգեին Թեհրանի գործողություններն ու կարգավորեին կապը հայկական գերեզմանատանը որպես գերեզմանափոր քողարկված Ֆրանց Մայերի հետ, ում վստահված էր գերեզմանոցի միջով դիվերսիոն խմբի տարհանման գործը։ Սակայն գերմանացիների ծրագիրը ձախողվում է։ Խորհրդային եւ բրիտանական հետախուզական ծառայությունները կարողանում են հայտնաբերել եւ վերծանել ռադիոհաղորդագրությունները։ Ռադիոհաղորդագրությունները վերծանելու գործում մեծ էր հատկապես Գևորգ Վարդանյանի ներդրումը։ Միասնական աշխատանքի արդյունքում գերմանական դիվերսիոն խումբը վնասազերծվեց, ապա գերմանական կողմին փոխանցվեց, որ գործողությունը բացահայտված է, ինչից հետո Բերլինը հրաժարվեց իր ունեցած մտադրություններից։ Խորհրդաժողովից անմիջապես առաջ Թեհրանում իրականացվեցին լայնածավալ ձերբակալություններ, որոնց ընթացքում վնասազերծվեցին հարյուրավոր գերմանական գործակալներ։ Այսպիսով Իվան Աղայանցի եւ Գևորգ Վարդանյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Թեհրանի համաժողովը կայացավ։ Դաշնակիցները համախմբեցին ուժերն ու 2 տարի անց հաղթեցին Գերմանիային։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքները եւ միացեք Ռենեսանսին։